Հետընտրական Գյումրիում քաղաքապետի ընտրությունների ավարտից գրեթե մեկ օր անց անհայտ է մնում, թե ով է 5 տարի ղեկավարելու հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքը։ Խորին շնորհակալությունն եմ հայտնում, ովքեր օրից ձայն տվեցին։ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր Վարդան Ղուկասյանը, բացի իրեն ընտրողներից, շնորհակալ է նաև ընդդիմադիր Մայր Հայաստան դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին ու Իմ հզոր համայնք կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանին։ Թիմ ընտրություններում անցողիկ շեմն հաղթահարած այս երկու ուժերը հայտարարել են, որ իրենց ձայները պատրաստ են տալ Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Եվ ես հույսով եմ, որ ես անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդհանուր կցանկանայի, որ իրենցից եւ աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում, ինչու՞ չէ, եւ իրենց ծրագրերից, եթե տեսնեն, որ իմ ծրագրերի մեջ չկա, մենք կարող ենք նստել, քննարկել։ Մարտուն Գրիգորյանը վերահաստատել է, ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Դա հաստատ է։ Այսքանն է գրել երկրորդ ամենաշատ ձայները հավաքած ընդդիմադիր թեկնածուն։ Անգամ նրա շտաբի դռներն էին այսօր փակ։ Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի բանակցություններ չենք ունեցել, չենք տեսել իրար հետ, մենք ընդհանրապես առիթ չի եղել, որ իրար տեսնենք։ Գյումրեցիների 16% քվեն ստացած Մարտուն Գրիգորյանի խոսքին են սպասում Կոմկուսի թեկնածուի շտաբում։ Միայն այդպես է հնարավոր քաղաքի ղեկը վերցնել ընդդիմության ձեռքը։ Ես սպասում եմ Մարտուն Գրիգորյանի ուրեմն հայտարարությանը։ Ինչ է անելու Ղուկասյանը, եթե Գրիգորյանը իր ձայներով չապահովի ավականու առաջին նիստում, որ Վարդան Ղուկասյանը 4-րդ անգամ քաղաքապետ դառնա։ Ես էլ պետք է իրոք համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նախ պետք է դրան համոզվեմ, դրանից հետո անպայման մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ԿՊ-ին։ Պաշտոնների կնշանակի իրեն միացած ուժերի ներկայացուցիչներին, վստահեցնում է Ղուկասյանը, մի բացառությամբ։ Փող քաղաքապետի պաշտոնը ոչ, բայց մնացած որ պաշտոնը որ պետք է, մենք պատրաստ ենք տալու։ Մայր Հայաստան դաշինքը, որ Գյումրիի ավականիում 2 մանդատ է ստացել, որևէ պաշտոնի չի հավակնում, հայտարարել է Կարեն Սիմոնյանը։ Նրա խոսքով իրենք իրենց 2 ձայնով կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որ քաղաքացիական պայմանագրին վերջնական իշխանազրկեն։ Որևիցե այլ կուլիսային բազարներ, պաշտոնակռիվ, պաշտոնների բաշխում չենք ակնկալում։ Եթե առաջարկվի էլ մեզ, մենք հրաժարվելու ենք։ Կարեն Սիմոնյանի խոսքով իրենց որոշումը վերջնական է, որևէ ուժի հետ քաղաքական պատասխանատվություն չեն ուզում կիսել, բայց կարող են ընդդիմության կապող օղակ լինել։ Կարնե Մանգասարյան, Էդգար Ղուշյան եւ Աշոտ Մնոյան, Հայլուր։